Փաստաբան Ալեքսանդր Կոչաբաևին ներկայացված մեղադրանքն ու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը լայն արձագանք է ստացել փաստաբանական համայնքում։ Նրա պաշտպանությունը ստանձնել է 24 փաստաբան, սակայն նրանց ներկայացրած փաստարկները դատավոր Մասիս Մելքոնյանի համար բավարար չեն համարվել։ Նիստից մի քանի ժամ անց դատավորը 1 ժամով հեռացել է խորհրդակցական սենյակ եւ վերադարձել կալանավորման որոշմամբ։ Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Կոչաբաևի գործով կայացված որոշումը կարող է նախադեպ դառնալ խոսքի ազատության սահմանափակման եւ իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների համար։ Նրանց համոզմամբ կատարվածը ոչ միայն անհամաչափ, այլ նաեւ քաղաքական կամ ցուցադրական քայլ է ուղղված վախի մթնոլորտի ձևավորմանը։ Իրավապաշտպանների կարծիքով քրեական գործը եւ կալանավորումը ուղերձ են թե փաստաբանական համայնքին, թե հանրությանը։ Ըստ նրանց, եթե նույնիսկ փաստաբանը կարող է ենթարկվել նման պատժիչ միջոցների սոցիալական ցանցերում արված գրառման համար, ապա որևէ քաղաքացի պաշտպանված չէ։ Ըստ մեկնաբանությունների, Կոչաբաևը ձերբակալվել է հոկտեմբերի 16-ին Facebook-ում արված կոշտ գրառման համար, որով քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ քրեական հետապնդման եւ կալանավորման փաստը։ Փաստաբանական խմբի ներկայացուցիչները նշում են, որ եթե նախկինում ճնշման էին ենթարկվում քաղաքական գործիչները, ապա այժմ թիրախում են հայտնվել նաև իրավապաշտպանները։ Նրանց համոզմամբ վիրավորանքի ապաքրեականացումից հետո իրավապահ համակարգը դիմում է այլ հոդվածների՝ անձանց մեկուսացնելու նպատակով։ Կոչաբաևին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող նշված անձանց իրավունքներին եւ օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար։ Գործով պաշտպանող փաստաբանները ընդգծում են, որ յուրաքանչյուր գրառում, հայտարարություն կամ հարցազրույց կարող է դառնալ քրեական հետապնդման հիմք, ինչը լուրջ վտանգ է ստեղծում խոսքի ազատության համար։ Նրանց պնդմամբ Կոչաբաևի ձերբակալումը իրականացվել է ցուցադրական կերպով փաստաբանի նկատմամբ ուժի կիրառմամբ, չնայած նրան նախապես չէր հրավիրվել քննչական մարմին եւ ձերբակալության ժամանակ դիմադրություն չէր ցուցաբերել։ Իրավապաշտպանների գնահատմամբ Կոչաբաևի արտահայտած մտքերը չեն պարունակում հանցակազմ, իսկ սուր քննադատությունը պետք է դիտարկվի խոսքի ազատության շրջանակում։ Փաստաբանները պնդում են, որ հանրային ծառայողները պետք է պատրաստ լինեն հանրային քննադատությանը, այդ թվում սուր եւ հուզական գնահատականների։ Իրավաբանական համայնքի ներկայացուցիչների համոզմամբ դատարանի կողմից կիրառված խափանման միջոցը որևէ կերպ չի բխում ներկայացված մեղադրանքի բնույթից։ Հիշեցվում է նաև, որ նման միջին ծանրության ենթադրյալ արարքի համար որպես խափանման միջոց առաջարկվել էին վարչական վերահսկողություն, գրավ մինչև 20 միլիոն դրամի չափով, Facebook-ի օգտագործման արգելք, իսկ ծայրահեղ դեպքում տնային կալանք, սակայն դատարանը նախընտրել է ամենածանր խափանման միջոցը։ Դատական ակտի հիմնավորվածությունը կասկածի տակ է դրվում ոչ միայն մեղսագրված արարքի, այլև կալանքի հիմքերի տեսանկյունից։ Վերջին տարիներին բազմաթիվ դատական գործերով առերեսվել են ակնհայտ ապօրինությունների, սակայն Կոչաբաևի դեպքում փաստաբանների գնահատմամբ հատվել են բոլոր կարմիր գծերը։ Անդրադառնալով գրառման բովանդակությանը, իրավապաշտպանները նշում են, որ այնտեղ ներկայացված են ոչ թե փաստեր, այլ սուբյեկտիվ գնահատականներ։ Ըստ իրավունքի մասնագետների, Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը վերաբերում է փաստերի հրապարակմանը, ոչ թե կարծիքներին։ Այս առումով ներկայացվում է այն դիտարկումը, որ եթե գրառման մեջ հիշատակված օգտագործված պահպանակի արտահայտությունը որակել է որպես փաստ, ապա իրավապահ մարմինների կողմից կիրառված իրավական մոտեցումն անկայուն է եւ սուբյեկտիվ։ Վերլուծաբանների գնահատմամբ գործը ցույց է տալիս, որ հնարավոր է հետապնդումներ իրականացվեն փաստաբանների, իրավապաշտպանների եւ հասարակական գործիչների նկատմամբ իրենց խոսքի համար։ Նրանց համոզմամբ գործ ունենք ոչ թե իրավունքի, այլ վրեժխնդրության հետ։ Մասնագիտական շրջանակներում նշվում է, որ խափանման միջոցը կիրառվել է ոչ թե հետաքննությանը խոչընդոտելու ռիսկերի հիմքով, այլ որպես նախազգուշական գործողություն։ Իրավաբանական գիտությունների մասնագետները նաև շեշտադրում են Կոչաբաևի կրթական իրավունքի սահմանափակման խնդիրը։ Նշվում է, որ նա պատրաստվում էր ներկայացնել թեկնածուական
ատենախոսությունը, ինչը նոր օրենքի ուժի մեջ մտնելու պայմաններում հանդիսանում է բարձրագույն կրթության 3-րդ մակարդակի շարունակություն։ Այս պարագայում կալանավորումը կարող է խոչընդոտել նրա կրթական գործընթացին, ոտնահարելով կրթության սահմանադրական իրավունքը։ Կալանավորման փաստից հետո փաստաբանական համայնքում արձագանքները շարունակվում են։ Մի շարք փաստաբաններ, այդ թվում Էրիկ Ալեքսանյանը, Ռոման Երիցյանը հայտարարել են անժամկետ գործադուլի մասին։ Կոչ է արվել համընդհանուր գործադուլի նշան բողոքի։ Փաստաբանների պալատը հայտարարել է, որ ուսումնասիրում է Կոչաբաևի նկատմամբ իրականացվող վարույթի իրավաչափությունը։ Հայտարարություն է տարածվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում, շեշտվում է անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ